Բարև ձեզ հարգելի ընկերներ, այս լայվը եւ կլինի վերջինը, ամենայն հավանականությամբ երևի թե արդեն իմաստ չկա ինչ-որ բանի մասին խոսելու, հետեւ երևի թե արդեն ամբողջ այսպես կոչված ճակերտավոր էլիտան եւ ազգի մեծամասնությունը ազգ գոյություն չունի որպես այդպեսին, որովհետեւ չի կարող նման ստորացման, նման արժանապատվության կորստի պատրաստ ազգ լինել, ինչ-որ ժողովրդակույտ եւ նույնիսկ չեք կարող պատկերացնել այդ Հայաստանի փակ համակարգում իրար նայելով, բոլոր կարմիր գծերը հատելով, թե ինչպիսի զզվանքով են նայում մեզ ամբողջ աշխարհը։ Այնպիսի զզվանքով, որ մենք դարձել ենք խարան մարդկության էության վրա, որովհետեւ նման բան կամ գոյություն չի ունեցել, կամ ջնջել են պատմության երեսից։ Այսօր էլ այդ խեղկատակ երեկո Ալիևի հայտարարությունից հետո նման խեղկատակություն, նման այլանդակություն հասկանում եք դավաճանին թողել եք իշխանության։ Հերիք չթողել եք մնացած այսպես կոչված էլիտան, քաղաքական, Արցախով մարդ դարձած, Արցախի կորուստը լեգիտիմացրած մնացած էլիտան գնացել եւ քաղաքակրթական հանցագործության ընտրությունների միջոցով կապիտուլյանտի հետ, դավաճանական ուժի հետ, կալաբարանտ իրական իշխանություն կազմելով, այս ամեն ինչը լեգիտիմացնում է եւ բարի եւ չար միլիցիա խաղալով երկիրը կործանեցին, հիմա էլ հերիք չի աշխարհում առաջի ազնենք, որ կապիտուլյանտի հետ գնաց ընտրության, նման խայտարակության, այն խարան, որ երբևիցե չես կարող դեմքիցդ մաքրել։ Հիմա երկրորդ անգամ են գնում եւ ամբողջ պայքարը նրա համար է, ով է դառնալու Հայաստանի կործանման լեգիտիմացնող ընդդիմությունը, քանի աթոռ կտան։ Ինչտեղ նրանք կարող են ցանկացած վարքյանի քաղաքական որոշման առանց մարդկանց փողոցներում քաշ տալու, առանց բռնել տալու, առանց արուն թափելու, առանց կորուստների քաղաքական որոշումամբ ըստ սահմանադրականության վերացնել Նիկոլի, իրենց իսկ ընտրած Նիկոլի, քանի որ երբ որ նրանք մտան խորհրդարան եւ ընտրեցին, կազմեցին կալաբարանտ իշխանություն, այն դեպքում երբ որ Նիկոլը հնարավոր չէր որ չընտրվեր, նրանք ընտրեցին Նիկոլին։ Եթե դու գիտես, որ ասենք կրակելու են ինչ-որ մի հատ, ասենք, եղնիկի վրա, որ այդ ուսը դեմ ես տալի, որ հրացանը դնան վրան ու կրակի, նշանակում է դու մասնակցում ես եղնիկի սպանությանը։ Ինչ որ արեցին նրանք։ Հուսաթափեցին գիտակցված, փողոցներով քաշ տալով, ինքնաբուխ հավաքները կործանելով, հիասթափեցնելով, ամենաակտիվ մասային կամաց նվազեցնելով, բանտերում թողնելով, աշխատազուրկ սարքելով։ Իսկ այսօր, օրինակ, Ռուսաստանում տոն է, հասկանում է, որ Ռուսաստան բառի շատ է հետ գժվում եք, բայց Ռուսաստանում տոն է, նրանք էլ ունիկալ են ուրիշ բանով, նման բանով, որ ասենք ամբողջ աշխարհի պատմության ընթացքում էլի չի եղել, այսօր ձեր народного единства, 10 տարուց ավել երկիրը քաոսի մեջ, նույն ձևի այսպիսի դավաճան, ասենք ինչպիսի այդ նախագաներն էին, նախագահ չէին նրանք, սլավա բոգ, նախագահ չէին, ինչ-որ շարքային բայարները, մեծատորմ, նույնպես կալաբարացիա են ստեղծել, բերել էին Պոլշայի արքայազնին, նստեցրել էին Մոսկվայում ցարսկի աթոռին։ Եվ սովորական բիզնեսի ներկայացուցիչ Տարգովեց Մինինը եւ շարքային կնյազ Պաժարսկին, որը ամենալավագույնը չէր, գեներալներից եւ այլն ամենահայտնին չէր, ապալչենիա կազմեցին եւ գնացին եւ հետ վերցրեցին իշխանությունը եւ իրենք ոչ մի բան իրենց համար չպահանջեցին, ոչ մի աթոռակռիվ չարեցին, ընտրեցին Ռամանովներից Միխայելին եւ դրեցին եւ դրանից հետո 300 քանի տարի Ռամանովների ընտանիքը Պյոտր I-ի սկսած վերջացրած Ալեքսանդր II-ը, որովհետև Նիկոլայ II-ը պետությունը կործանեց, մի հատ ասենք Սերժ Սարգսյանը նա էր երևի, ասեց
ինքը ճիշտ է, մենք սխալ, եկեք իմ գլուխը կտրենք, բայց չգիտես ինչի համար Սերժ Սարգսյանի գլուխը մինչև հիմա լավ է, առողջ է ու ամենտեղ մտնում է իր քիթը։ Դրա համար այս ազգը իրան ամեն ինչ քիչ է, հասկացեք, աշխարհում գոյություն ունի երկու տիպ՝ կլանող եւ կլանվող։ Հարցը ինչի որ մենք պարտվել ենք, առաջերտին մենք չենք պարտվել, մենք դավաճանվել ենք։ Ու ոչ թե Ռուսաստանի կողմից, ոչ թե ինչ-որ մեկի կողմից, այլ ինքներս մեզ դավաճանել ենք։ Բերել ենք իշխանության այլանդակների, այլանդակները դաստիարակել են այլանդակ սերունդ եւ նրանց մեջ ամենաշքեղ, ամենաընտիր, ամենազտայրուն ատելության ծնունդին այդ այլանդակներից վերջինը բերել դրել է իշխանության, ասել է ինքը ճիշտ է, ես սխալ։ Հիմա ասեմ Սերժ Սարգսյան 7-ին ինչ-որ հարցազրույց ես տալիս, ես մեկ հարց ունեմ։ Ըստ պայմանավորվածության Հայաստանի մինչև որ կետն է, Նիկոլը ճիշտ, դու սխալ։ Ես ուրիշ հարց չունեմ։ Ուղղակի ասա մինչև Հայաստանի որ կետն է, Հայաստանից ինչքան է մնալու, երբ որ արդեն Նիկոլը ճիշտ չլինի, սխալ լինի, դու լնես ճիշտ ասենք, թե դու ճիշտ էլ երբևիցե չես լինի։ Հիմա գնում եք ընտրության։ Ընտրություն։ Սամվել Կարապետյանին շատ հարգում եմ, այդ մարդը օպոլիտիկա ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, տեսնելով այդ ինչի համար նա հայտնվեց բանտում, ինչպես էր հնարավոր, որ ով է խորհուրդները տվել, որ նա նման մարդիկ, ասենք, խորհրդականներ ունեն։ Լավ շարունակեմ, հետո չխոսակ, թե ինչ, իրականում շատ մենք ունեցել ենք երկու հատ, էլի ունենք, բայց ամենահայտներից, Հարությունյանը կա եւ այլն, բայց ամենահայտնիներից Ռուբեն Վարդանյան եւ Սամվել Կարապետյան, ազգային կապիտալի կրող։ Մեկը թուրքերի մոտ է բերթում գցեցին, էլ այդ մարդկան համար սարքեցին, որ ինքը ընկնի թուրքերի ձեռքը, մեկն է թուրքի հարճի ձեռը ընկավ։ Հիմա գերի ընկնել ինչ եք դարձրել նորմալ, մարդկան ճանապարհում եք բերթ ծափահարություններով։ Ախո դուք աննորմալ չեք։ Ոնց կարա ծափահարություններով հպարտությամբ ուղարկել բերդ մարդկանց։ Ես ուր եք հասել։ Պրոբլեմը չի, որ պարտվել ենք, պարտվել առաջերտներ եմ ասում, չենք պարտվել, երկրորդ հերթին։ Մենք չենք պարտվել, մեզ գլխին սարքել են, մեզ սարքել են վերջինը։ Նման ասենք կեղտոտ, փալաս, ոչնչություն, ազգ, որը դրսից նայում են, պետություն, որը գոյություն, դուք մի հատ պատկերացրեք, դուք չեք, ասենք, ընենց էլ ասենք, երբ որ խոսում եք Հայաստանի մասին, այդ էլիտան կոչեցած ոտերը ոտին քմտի ծաղով ունես նստած իրանցավ մի օր քաղաքագետ է, մի օր քաղաքաբան է, մի օր զինվորական մասնագետ, մի օր եսիմինչ, պանելային երևի այդ նկատի ունեք փողոցային պանելային քննարկումներ անելուց, նենց իրանցից գոնես, նենց խելացի մտքեր են արտահայտում ու խոսում են Հայաստանի մասին այնպես, որ ասենք ոսոր Աֆրիկայի ինչ-որ մի հատ փոքր ցեղախումբի մասին խոսան։ Իրանցից մի 7-8 կամ 10,000 կիլոմետր հեռավորության վրա։ Ուր եք գնում, ինչ ընտրություն, այ դուք աննորմալ չեք։ Նկարելու է, ընդունել, որ Նիկոլը չի կեղծելու ընտրությունները, նշանակում ընդունել, որ նախորդ բոլոր կառավարությունները ավելի քիչ բարոյական են եղել, քան թե Նիկոլն է։ Շատ ավելի քիչ։ Թե դուք արդեն պայմանավորվել եք, իհարկե Նիկոլը պետք է ոչ ցանկացած ուժերին նստացնի, կուսակցությունները, որոնք բոլոր կուսակցությունները հայ ազգի եւ պետականության թշնամիներն են, սկսած դաշնակցությունից դեռ 130 տարի առաջ, որը առաջինը եղավ, որ հարվածեց եկեղեցուն, հետո 56 թվին 56 թվին պարակտեց եկեղեցին ստեղծելով Կիլիկիո կաթողիկոսարանը, որը որ կապիտուլյացիայի մոլուսկով վազում էր թուրքերի մոտ, թուրքամետության մասոնների կողմից, այդ թուրքերի կողմից եւ մասոնների կողմից ստեղծված կուսակցությունը վազում էր եւ սխալ որոշումների արդյունքում 10,000 քառակուսի կիլոմետր չմնաց Հայաստանից Վիտոգե հայերից գրփած գումարները վերցին Ֆրանսիա եւ այնտեղ հասկանում պարտված կապիտուլյացիա պետությունը կործանման հասած կուսակցությունը թռնում է ու մի հատ դառնում է համազգային պաշտպանության ինչ-որ մի էլեմենտ։ Մենակ մեր ազգը դման բան կարող է թույլ տալ։ Պարտվածներին գլխների դնել։
Հիմա որ ասում եք պարտվածը չպետք է ասենք շարունակի։ Հիմա այդ կապիտուլյանտին ինքնակապիտուլյացիա եղած նախագահները, այդ ինքնակապիտուլյանտները կապիտուլյանտին, պարտվածները, դաշնակցությունը, որը որ զենքի վրա դրած այդ խոստումով իրանց ներքին այդ կանոնադրությամբ ժամանակի նեմեզի սարասները թուրք գորալով, դավաճան գորալով, որ գնացին թշնամական, դավաճանական ուժի հետ կալաբարանտ իշխանություն կազմեցին դառնալով հանցագործ եւ 1% ունեցող ձայներով գրավեցին խորհրդարանի 15%-ը։ Ասենք ինչ պարտվածները իրենց են տղեկի մահացած արունը, ես սովորական դաշնակների նկատի չունեմ, ես գեննամոդիֆիկան ԳՄ-ի անդամներ կան, բանակ հիմնականում չծառայած։ Հետո ինչ ընտրություն Նիկոլը լուծարելու է խորհրդանայի խայտարակներ։ Այն ինչ որ դուք պետք է անեիք, ինքնա խայտարակությունը ձեզ խայտարակելու եւս մեկ անգամ ասելու է ես իմ եղած չեղածեցել եմ դժգոհ, այս էլ սրանք ովքեր են։ Այս սինդիմությունը լուծարելու է, իհարկե երևի ես համոզված եմ, որ դուք դրա մասին գիտեք, երևի արդեն գործարքը կա, իրար հետ պայմանավորվել եք, որ ինքը այն ուժերին, սկսած Սամվել Կարապետյանի ուժից, կամ էլ Ավստրասվոչյանի նրա հետ է պայմանավորվածություն գնացած լինի, դա արդեն կլինի սարսափելի մի բան, որ ես չէի ուզի, որ Սամվել Կարապետյանը դառնա Վարկաբեկված Քոչարյան։ Որը որ այսօրվա օրով 3 տարի չհայտնված Արցախի հանձնելու ժամանակ կորած Արցախով մարդդարձած Արցախը հանձնեցին մի հատ կարծիք չհայտնեց։ Այսօրվա օրով կարծիքներ չկան, թե ինչ է կատարվում։ Որոնք մոռացել են, որ նախագահը ցմա պաշտոն է եւ իրենք պարտավորություններ ունեն։ Գոնե արտահայտվելու։ Խայտարակություն, գիտեք ինչ, ես սուբորդինացիա հարգող մարդ եմ, բայց սրանք այնքան են ընկած, ինչ սուբորդինացիայի մասին է խոսքը։ Ես շատ կուզենայի ունենայինք ինչ-որ ղեկավարություն նախին, որոնց գոնե ինչ-որ մի պատճառ լիներ հարգելու։ Ես վերջի ես 5 տարին ապացուցեցին, որ ինչի է տարկում, ինչ են գողացել, ինչ են արել, չնայած երևի այդ գողունի պահելու համար են այս ամեն ինչը անում, որովհետև այդ մարդիկ իրանց գրպանի ծառաներն են։ Ես հասկանում եմ, որ նաև ինչ-որ միտեղ ստորագրություն են բոլորը դրած, որովհետև մենակ ստորագրություն դրած պասպորտը ձեռքից վերցված անբարոյականը կարող է գնալ կապիտուլյանտի հետ ընտրության պետությանը վերջնական կործանելու մոլուցքով։ Հիմա երկրորդ անգամ գնա, ինչա որ աթոռ ունենա հանկարծ իր գումարին կամ ինչին չկպնեն։ Նիկոլը կեղծելու է, դուք լավ գիտեք, նկարելու են ինչ որ դուք գիտեք, երևի պայմանավորվել եք, ում ինչքանա նկարելու։ Հաջորդ օր ընտրություններից, անցած անգամ էլ եք ասում, բա ոնց հանկարծ փորձվի կեղծի։ Միակ ընտրություններին, որից հետո ոչ մի շարժ չեղավ, ոչ մի փողոցային նույնիսկ մի հատ քայլ չեղավ։ Միայն գնացիք սահմանադրական դատարան, թե 300,000 ձայն կեղծել են ու սա պետք է անընդհատ հնչի։ Հետո սահմանադրական դատարան Նիկոլի կողմից գրավված, ասեք չէ, այդպես բան չկա, հելակ ու սկսեցիք ասել, որ չէ, այդքան մարդ, հիմա երբ եք ստում։ Սահմանադրական դատարանում թե այդքան ձայն կեղծվել է, թե սահմանադրական դատարանից հետո, երբ որ մտակ իշխանություն կազմեցիք խորհրդարանում, ընտրեցիք Նիկոլին ու լեգիտիմացնում եք 5 տարի Հայաստանի կործանում ու պնդում, որ այդքան ձայն տվել են Նիկոլին, երբ եք ստել։ Եվ հիմա ինչեր եք ստում, էլ ինչ եք ուզում։ Հայաստանը ոչնչացնել, դառնալ դեգրադացնել։ Հասկանում եք այս պետության մեջ դեռ 400 տարի առաջ պետությունը գրաված էլի նույն ձևի կալաբարանտ բայարները, Սիմի բայարչինը ընտրված Պոլշայի արքայացնող պրինցիպի Պոլշան սլավոններ էին, իրար հարազատ ազգեր, լեզուն էլ այն ժամանակ համարյա նույններ, բայց էլի չդիմացան սովորական բայարները, տարգավացները եւ սովորական ամենաշարքային վայնիները կազմեցին ապալչենիա եւ գրավեցին եւ հետ վերադարձրեցին իրենց ինքնաիշխանությունը։ Իդեպ կային մարդիկ, որոնք որ դեմ էին,
Չխորշեցին նաև այդ մարդկանց, որոնք որ վաճառվող էին, գնեցին, չխորշեցին ուրիշ տեղից էլի ինչ-որ մի այլանդակի գնեցին, ու քանի որ փողի մեռած էի, դուք փող չունեք, արա 30 տարի եղել եք նախագահ, սաղ էս միլիցեքից, զորավորներից եւ այլն ձերն են եղել։ Նյուժելի նրանք թքած ունեն ձեր երեսին, արա։ Նյուժելի դուք այդքան քծիբ եք։ Հա հասկացանք Արցախից մարդկանց բերեցիք հյուրանոցներում այդ մեկը մի հատ տեղ չտվեց։ Կամ Սամվել Կարապետյան ջան, Նարեկ Կարապետյան ջան, այդ որ խոսում եք գործարաններից, խոսում եք եսիմ ինչից, խոսում եք սրանից առաջերտին իրականում կրթություն առաջնահերթ պետք է լինի։ Բացի դրանից, Արցախում էլ մեջինահարություն էր, տներ էին սարքում, ինչ-որ խանութներ էին սարքում, ինչ-որ արտադրություններ էին սարքում, Մոսկվայի հայերներ Արությունյանից բռնած հսկայական գումարներ, Ռուբեն Վարդանյանները այնտեղ շենքեր բոլորը սարքում էին։ Եվ ինչ կատարվեց Արցախի այդ նորակառույց տների փոքր արտադրությունների, խանութների եւ մնացած եւ եկեղեցիների հետ միասին, երբ որ ընդամենը այս ձեր կողմից, չէ, նկատում եմ այս կեղտերի կողմից լեգիտիմացվողները կանգնան եւ ասեցին, որ նա ասեց, որ Արցախ-Ադրբեջանի կազմում է, սրանք էլ եկան խորհրդարանում լեգիտիմացրեցին այդ ամեն ինչը։ Հիմա դուք ինչ ուզում եք նույն բանը կատարեք, մենակ արդեն Հայաստանի հետ, հայերը փախնելու տեղ չունեն։ Հասկացեք, պետությունը պետք է ունենա ինստիտուցիոնալիստ, շարունակականություն։ Ցավոք սրտի եմ ասում, ես շատ կուզենայի, որ այդ նախագահներից որևէցի մեկը, ասենք գոնե մի փոքր, ասենք կապիտուլան չլիներ, հասկացեք։ Ինքնակապիտուլացված ինչ-որ իր քյարերի համար։ Բայց պետք են լինել այդ պատմական, այդ Հայաստանի ակունքներով կանգնած մարդիկ։ Դեռ ունենք նման մարդիկ։ Նարեկ Կարապետյան, եթե կարող ես կանչիր այդ մարդկանց, եթե քեզ կթույլատրեն։ Ունեցել ենք 3 վարչապետ, որոնք եղել են ակունքներում երկրի։ Վազգեն Մանուկյան, որին ամեն գնով փորձեցին փչացնել այդ հոյակապ մարդուն։ Վրան Բագրատյան, տաղանդավոր մարդ։ Խոսրով Հարությունյան, խելացի մարդ, հավասարակշռված եւ ի տարբերություն Քոչարյանի, որը Տրամպին հասկացնում ասում է Նիկոլը, եթե ձեզ այսքան է տալիս, ես այսքան կտամ։ Այսքան կտամ, մենակ թողեք, դաժե եթե ինքը այսքան է տա, ես կգամ վեր կընկնեմ, մարդ կգցեմ, կլեգիտիմացնեմ այդ ամեն ինչը, մենակ թե թողեք ես մտնեմ ընդ վեր ընկնեմ, իմ բոլորը ինձ ատում են, բայց թողեք ես մտնեմ, վեր ընկնեմ, լեգիտիմացնեմ մի դաշտը, որ մի 5 տարի իմանամ, ասենք իմ փողերին չեն կպնելու։ Այդ 3 վարչապետին Կարապետյանը, որ նոր ժամանակվա լավ իրականում լավ վարչապետն եւ իհարկե Սերժիկը դա էլ պետք է փչացներ, որովհետեւ հազիվ հայտնվել էր մի մարդ, որին ազգաբնակությունը հավատում էր, արդեն ինչ-որ պոզիտիվ ապագային տեսնում կանայք վաբշե խելքները թռնում էր Կարեն Կարապետյանը, իհարկե դա է պետք է անեն։ Իհարկե նույնպես լավանդավոր մարդ։ Խարիզմատիչն է, տաղանդավոր։ Այդ մարդկանց պետք է միացնել։ Իհարկե նրանք ունեն ընդհանուր խնդիրներ, անհամաձայն, բայց ոչ մի կապ չունի։ Ընդհանրապես խելացի նորմալ մարդկանց մոտ այդ անհամաձայնություններից է ստեղծվում իրական միտք։ Խնդրում եմ ձեզ Հրանտ Բագրատյան, Խոսրով Հարությունյան, Վազգեն Մանուկյան, դուք այն մարդիկ եք, որոնք իրականում կանգնած են եղել ակունքներին այս պետության, որը կործանվեց։ Շատ վատ է, որ այդ նախագահները այն աշճան են ինքնավարկաբեկվել, որ նրանց հետ ընդհանրապես նրանք դարձել են այն լոշկը ջոկտը, բոչկը մյոդը, ուր կպնեմ փչանալու է։ Խնդրում եմ ձեզ, իրար հետ նստեք, խոսացեք, ամեն ինչ արեք, որ փրկեք այս պետությունը։ Այսպես հնարավոր չէ, դա ձեր կառուցածն է։
Եվ դուք եք միակ մարդիկ, որ երեքդ էլ ասել եք, որ դա դուք պարտավոր եք, քանի որ դա իրականում վերաբերվել եք որպես այն ացի ասնավայել է։ Խնդրում եմ ձեզ, ամեն ինչ արեք։ Հասկանում եմ դժվար է, հասկանում եմ ձեզ էլ են շատ նեղացել, հասկանում եմ ձեզ վարկաբեկել են, բայց դա ինչ կապ ունի։ Խնդրում եմ ձեզ։ Ազգը չի հասկանում, ազգը ոչ մի բոլոր ժողովուրդների մեջ 50%-ը մինիմում կներեք արտահայտության համար ոչ խարե փորի հետևից ընկած։ Բայց կա այդ մի 10%-ը, որոնք կհասկանան։ Եվ դա հերիք է։ Հերիք։ Խոսում եք ինչ-որ ծրագրեր ներկայ, ինչ-որ լակոտ, լուկուտ, ջայր, մրագիր։ Ինչ ծրագիր այս փոփոխվող աշխարհում։ Ծրագիրը պետք էր 30 տարի առաջ կանչեին աշխարհում բոլոր մեծագույն հայերին եւ նստածներին ասեին դավայ մի հատ էլ մտածենք ունենք այս ռեսուրսները, մի հատ էլ հաշվեք ռեսուրսները, որովհետեւ դրանք հաշվերը չգիտեն։ Դրանք մենակ այսօրվա այն վաճառքի քյարը գրպանը դնել գիտեն։ Հաշվեք ինչ ռեսուրս ունենք, այդ ռեսուրսները ինչպես կարելի է զարգացնել, այդ ռեսուրսներով ինչպիսի պետություն կարող են կառուցել, ինչպիսի անվտանգության զոնա կարող ենք ունենալ եւ ապահովելու համար այդ իմինը այդ պետության գոյությունն ու առաջացումը ինչպիսի քաղաքացի պետք է դաստիարակենք, ինչպիսի արժանինքներով, ինչպիսի նորմերով։ Երբևիցե, ինչ պետք է անեին։ Նորմալ մարդկանց բերեն, հիմա Սամվել Կարապետյաններ, Ռուբեն Վարդանյաններ եւ նմանցից լավ եւ գիտնականներ եւ հայտնի մարդիկ լիքը, եթե բերեին ընդամենը 1-2 տարի հետո, եթե դրանք նույնիսկ լինեն 25-30 հոգի, չէին ժողովուրդը ասել, մի հատ դուք ձեզ նայեք, որ այս մարդկանց եք, դուք ով եք։ Դուք ով եք։ Խնդրում եմ ձեզ բոլորիդ։ Թարգեք, ընտրություններով դուք բոլորդ կործաման եք տանում Հայաստանը եւ նաեւ ձեզ։ Միակ անգամ հարց տվեցի հայկական մեծահարուստներին, մի քանի հոգու։ Կարող եք անվանել գոնե մեկ հայ, վերջին, չէ, 2 հայ, վերջին 200 տարվա ընթացքում, դե 150 տարվա, վերջը, ասեցի, որոնք կարողացել են գոնե 3-րդ սերնդին փոխանցել իրենց հարստությունը, չի եղել նման բան։ Լավագույն դեպքում 5-ից 1-ի մոտ ինչ-որ մի հատ եվրեյկայի հետ են ամուսնացրել եւ ամբողջ հարստությունը անցել է նրանց։ Մնացած դեպքում ուղղակի անցել են վերցել։ Ինչպես Թուրքիայի հայերը ամենահարուստներն էին եւ նրանց էր պատկանում համարյա 70%-ը։ Ինչ արեցին։ Ոչ մի բան, փոխանակ Չինաստանում էին քաղաքներ ստեղծում, Հնդկաստանում, Թուրքիայում էին ստեղծում։ Եվ ինչ արեցին։ Փոխանակ զենք գնային, փոխանակ պայքարեին, փորձում էին թուրքերի հետ մոտիկություն անալ, հավատում էին Թուրքիային, երբ որ հարցը հասավ կոտորածին, փոխանակ զինեին մարդկանց կազմակերպեին, թուրքերին էին դիմում, թե փրկեք մեզ, նրանք է գալիս էին, ասում են ունեցածի 20%-ը տուր ու տեղափոխվի, հետո 20%-ն է տուր, տեղափոխվին դեղ, հետո 20%-ն է տուր, տեղափոխվին դեղ, ներչում էլ եկան ասին են մնացածը տուր, հնարավոր չի Թուրքիայի տարածքում ձեզ պահել, տանենք ուղարկենք Ֆրանսիա նավերով, ու մինչև իհարկե նավը չկար էլ, ճանապարհին բոլորին կոտորեցին։ Դե ապրեք տենց։ Ձեր վերջը դա է լինելու։ Ես մենակ մի հույս ունեմ, որ այս դավաճաններին եւ դավաճանների սպասարկողներին ձեռքը կհասնի հայի։ Հայի ձեռքը կհասնի։ Այդքան մի բան։ Այսօր էլ եմ ասում. День народного единства։ Նման բան երբեք ու ոչ միտեղ չի եղել։ Հսկայական, այն ժամանակվա համար էր հսկայական կայսրության մեջ, ռուսական, թաթար մինինը և ռուս պաժացկին բերեցին, դրեցին ռուսական նոր ցարին, ռուս ցարին։ Եվ ուր հասան, հասկացեք, կամ առաջ ես գնում, կամ չես գնում։ Կամ դու ունես արմատներ, կամ չունես արմատներ։ Իսկ արմատ չունես, ուրեմն դու քամով քշվելու ես։ Այսօր ձեզ ասում են, որ դուք ձեր պատմությունը պետքա մոռանաք։ Անդե ինչ որ մի հատ կաչևնիկի լակոտ,
ոչնչություն, որը որ ընդհանրապես ոչ պատմություն ունի, ինչեր ունի, գողացած է, ու մենք նրանց տվեցինք ազգ դառնալու իրավունք մեր դավաճանությամբ։ Կաղնում ասում է մեր պատմական հողերն են, մեր պատմական հողերը, Գանչան, Սևանը, էսի, էնի, ամարացնել, սրանցնա, եկեղեցուն, հասկանում եք, ասեն ենք նրան, որ ամարասը, ամբողջ աշխարհում առաջի քրիստոնեական կրթահամալիրը, դադիվանքը, հարյուրավոր եկեղեցիական կոթողներ, դպրոցներ հարյուրավոր, թուրքին հանձնածը, այն էլ հային մորթելու գնով, հատուկ տանելով, մորթելով, որ իրան դավաճան չասեն, այսօր ասում ես եկեղեցու մասին եմ մտածում, ես դպրոց եմ սարքում, ու դուք վեր եք ընկած, վայր եք ընկած, միակ ձևը այդ խորհրդանը լուծարելն է, դուք չլուծարեցիք, այդ բոյսակներ իրենք են լուծարելու, ես համոզված եմ, որ դուք եք լուծարելու այդ պայմանավորված, որպեսզի ձեզ աթոռ տան այնտեղ վայր ընկնելու եւ դառնալու Հայաստանի կործանման, վերջնական կործանման խորհրդանային ընդդիմաբոյսակները, լեգիտիմացնողները այդ process-ի, որովհետեւ ոչ թե կարմիր բերետավորներն են, երկու բան կա, մեկ դուք եք դավաճանության հիմնակարը, դավաճանության համար կանայք ճանապարհ հարթողները, ձեր իսկ ընտրած գործիքի ձեռքով, մեկ էլ Հայաստանի այսպես կոչված ԱԱԾ-ն անիրավների, անարժանապատվների, անարժանապատվության ծառաները, առանց ձեզ ու նրանց այս ամեն ինչը հնարավոր չէ, եթե դուք 2000-ատ Նիկոլ լիներ, առանց ձեզ ոչ մի բան, դաժե այն 10% էս ամեն ահավիրքի անել չէր կարող։ Եվ սա է իրականությունը։ Եվ ես գիտեմ հոյակապ յանմթե տղաների, յանմթե եմ ասում, մի նեղասեք ինձանից։ Ոչ մեկը այսքան ժամանակ համաձայնվելով, թե որն է ճանապարհը իրականությունը, էս իմ բարեկամն է, էս իմ հարազատն է, էս ուժի հետ կապ ունեմ, էս այդ են, վախեցած մենակությունից, վախեցած ամեն ինչից, ձայները հետևները հետ կողած, ասում եմ, ընկնում էր Իշխան Սաղաթելյանը հետևից իմանալով, որ տապալված է, վերջում եք կանգնեց, ասեց, ով որ ասենք մեկ էլա ընդդիմություն, մարդիկ պահանջում են, ասում են վրանները ինչ ես հավաքում, այն ժամանակ, որ տանում էր նախարարություններով հարցնելու, թե մի հատ հարցնենք Արցախը ում կազմում է, ասենք քաշտանք մարդկանց տանենք նախագահական, երբ որ նախագահականը, ասենք նախագահը ասենք ինչ որ Դուբայում է, թե որտեղ է, տանենք ասենք այն արտգործնախարարություն, որի նախարարը հրաժարական է տվել ու Հայաստանում չի, գնանք կլը շենքին հարցնենք, ասենք կլի մի հատ ասա ինչի համար ես հրաժարին ու չգիտեիք ինչի համար էր։ Քայլում եք նման մարդկանց հետևից, հետո ասում եք բա ինչ անեմ։ Ինչ անել, հելնել, արցախցիները երբ որ բունտ էին բարձրացրել, հելնեք բեմից գցեք Թևանյանին։ Քաղցեղտոլեգ ուղարկեցին կտե։ Ով լսեց այդ մարդկանց։ Մեզ գումարներով։ Հերիք էլի ժողովուրդ։ Կամ ձեներս վաբշե կտրենք, ես հիմա այսօրվանից կտրում եմ։ Ինչ ուզում եք արեք։ Մեկ բան կարող եմ ասել։ Ընտրության գնացողը հայ ազգի թշնամին է։ Ով ուզում է լինի։ Ու ձեզ տանում են ժողովուրդ ջան, որպեսզի դուք գնաք։ Ով ելքը որ կգնա, այդ նկարելու են այն ինչ որ Նիկոլը պետք է մնա խորհրդարանում, ով որ գնում է ընտրության նրա հետ, դրանց ով որ մտավ խորհրդարան, նշում է նախնական պայմանավորված են եղել իրենց աթոռների ամեն մեկի համար, քանակի համար։ Եվ պայմանավորված է որ միասին Հայաստանը կործանեն եւ ազգին վերջնական ոչնչացնեն որպես ազգ։ Եվ ձեզ տանում են այնտեղ, որովհետև դուք Նիկոլ կընտրեք, չեք ընտրի, մեկ այնտեղ գրվելու այն ինչ որ պետք է, բայց ամեն մի քվյաթերթիկով դուք ինքներդ ստորագրելու եք, որ համաձայն եք Հայաստանի կործանման, սահմանադրության փոփոխման, Արցախից հրաժարվելու, եկեղեցու քանդման ու պառակտման եւ մնացած եւ ձերիս նկատմամբ ամենադաժան, ամենասարսափելի ինչ ուզենան դրանից հետո։ Սա 300-400 հազար ադրբեջանցիներ կբերենք, լցեն Սյունիք, վերջում եմ 500-600 հազար էլ կբերենք, լցեն ամբողջ Հայաստանով մեկ ձերից տներում, կեսդ կհելնեք, կհեռանա գլուխներդ կախ, այն մի կեսն էլ կթրքանա եւ իսկ թուրքացած հայը, թուրքից բետար է։ Չնայած թուրք լնելու համար էլ պետք է մարդ լնես, չէ՞, ասենք մարդ, հետո թուրք, հետո հայ, հետո քուրդ, հետո ռուս։
մենք մարդու էլ նման չենք։ Մենք դարձել ենք բուծման ոչ ենթակա խելագարված դեպի անդունդը վազող անասունների, անցեղ անասունների նախիր։